Հիմա գնանք Գագիկ Ծառուկյանի վրով։ Ուրեմն ես այդ անձնավորությունը ճանաչում եմ, ես հանդիպել եմ, մենք ունեցել ենք շատ երկար տարիներ առաջ խոսակցություն բիզնեսից։ Նա իմ հայրենակիցն է։ Ես մեծ ցավ եմ ապրում, բայց հիմա ուզում եմ մի գաղտնիք բացել բոլոր օլիգարխների համար, բոլոր։ Սիրելի օլիգարխներ, որ դու դարել եք ընդդիմադիրներ, քաղաքական գործիչներ, գցենք ձեր խելք ավելի էր, քան թե մնացած ունիվերսիտետ սովորած մեր հայրենակիցներին, դուք մարիոնետներ եք։ Ես դա ասում եմ, եւ իմ խոսքը, ով ինձ ճանաչում է, դա լավ գիտի, որ իմ խոսքը ուժ ունի, եւ ես ոչ մեկից չեմ վախենում, ասելով դուք մարիոնետներ եք։ Հիմա ու բիդիտ անեմ, ինչի համար եք դուք մարիոնետ։ Հələ ձեզ հայլովն եք, լուրջ դուք իրոք քաղաքական գործիչներ եք եղել այս 30 տարվա մեջ, ոչ։ Դուք այն մարդիկ եք, որ մեկդ ուժ ուներ, մեկդ աֆերիստություն ուներ, մեկդ մի քիչ գողական էր, մեկդ մի քիչ բոզական էր։ Եվ այն աֆերիստ մարդիկ, որ պետք է վերցնեին քաղաքականությունը իրենց ձեռքերում, ձեզ բերեցին, դրեցին եւ դուք դարաք օլիգարխ քաղաքական գործիչներ։ Հիմա ասեմ ձեր ողբերգությունը որտեղ է ավարտվել։ Վերցնենք ստրատեգիա, վայնի ստրատեգիան։ Նույնը պետությունը ունի բուֆերային գոտի։ Մենք դա հասկանում ենք, բուֆերն ինչ է նշանակում։ Բուֆերը նա է, որտեղ որ պետությունը, ամեն պետություն, գրագետ պետություն, ոչ թե մեր պես Սյունիքում կամ մնացած այն գյուղերում գա ադրբեջանցի մանգապարտեզի կողը սենց դնի, մենք բուֆերային գոտի չունենք, ադրբեջանցի սագնը երբ ուզի կարա թռնի։ Դա Նիկոլի օրոք այդ մի երկիրն է երևի աշխարհում, որ բուֆեր չունի։ Բայց ամեն մի խելացի երկիր ինքը 30-40 կիլոմետր ունի բուֆեր, որտեղ ինքը կարողանում է իր տանկերը, իր կրակը սկսի հարևան երկրի հետ կռիվ տալը։ Ուրեմն դուք օլիգարխներ, դուք եղել եք այդ խելացի առևտրականների բուֆերային գոտի։ Ինչ են արել նրանք, ձեզ տվել են ամեն հնարավորություն, ձեր երեխեքին փչացրել են, ձեր կանանց, ձեր աղջիկներին տվել են յաշիգներով, մայբախներով, տներով, ամեն ինչով։ Տեսել ենք դա 30 տարուց ավել։ Okay։ Դուք այդ խայծը կերել եք, որ դուք իմանալով, որ դուք ուժեղ տղա եք, դուք խելացի եք, դուք համ քաղաքական գործիչ եք, համ մաֆիոզ եք, համ ասող եք, համ օլիգարխ եք, համ կարաք սրան պաջեք, նրան անեք։ Okay։ Ձեզ տրված է այդ հնարավորությունը, բուֆերը 30 կիլոմետր հնարավորություն է տալում տանկը մտնի, խփի եւ հետ դուրս գա։ Բայց երբ որ հագարագորտը տենում է, որ այդ տանկիստը լավ չի, ինքը մտնում է բուֆերային գոտի եւ այդ բուֆերային գոտին ավիրում է։ Կամ երբ որ տեսնում է պետությունը այդ բուֆերը ճիշտ ստրատեգիա չունի, ինքը քանդում նոր բուֆերային գոտի ասարկում։ Հիմա դուք այդ նույն բուֆերային գոտին եք այս աֆերիստ պետության ձեռքում։ Հասկանում եք, չէ՞, ինչ եմ ես ասում։ Դուք բուֆերներ եք, մեկը 5 տարի է ձգում, հետո փոխում են տարածություն, ասում են, չէ, ստեղ տանկը լավ չի եթում, ստեղ պիխոտը լավ չգնաց, ստեղից մտնում են, ստեղ ինքը ճիշտ չի ամեն ինչը ցույց տալի։ Հիմա եկել է Ծառուկյանին։ Ծառուկյանը բուֆերներից մեկն էր։ Նորից եմ ասում, որպես հայ, այն ինչ որ ես տեսել եմ ու լսում եմ, ցավ եմ ապրում, որ հարևան, ոչ թե հարևան, այ օտար երկրի մեր ճուզողները դա տեսնում են, դա ես ցավ եմ ապրում։ Բոլոր իմ հայիմ համար շատ թանկ է, որ քացով տվեցին ոտին, քցեցին, այս շոուն արեցին, վրոդի նակազատարին, արյուզի գլուխը կերան, այդ ամեն ինչն արեցին։ Ծառուկյանին եւ մնացած օլիգարխներին այդ բուֆերը օգտագործել են։ Ով եկի օգտագործել է։ Մեկի հետ լավ, մեկի հետ վատ։ Մեկը բուֆերն ասել ախպերս մեզ 1000 տանկը ես կդիմանամ, մենակ թող ինձի բուֆեր մնամ։ Մեկը ասել է ոնց դու բերես ես դառնամ քո բուֆերը, չէ ախպեր, ես պետք է լինեմ իշխողը, դու պետք է դառնաս։ Հիմի Սերժի բերած Նիկոլին ընդդիմադիր, որ ինքը բուֆերա բերված մարիոնետներ են, ասում է, չգիտես ինչ կա, գցենք մի քիչ չդի անհավատալու էլի, գցենք իհարկե հասկացողի համար։ Ասում է, չգիտես ինչ կա,
դու պետք է դառնաս բուֆեր, ես պետք է դառնամ տանկիստը, քո վրով անցնել դարարս մոտ դու չես գժվե, ես եմ քեզ բուֆեր սարքել, որ ես քո վրով պետք է անցնեմ, այդ համ գամ, դու ես եմ ուզում իմ վրով անցնես։ Այս իրավիճակն է Հայաստանի Հանրապետությունում եւ մնացած կոռուպցիոն երկրներում։ Օլիգարխները նրանք մարիոնետներ են, նրանք կարճ ժամանակի մեջ ուտողներ են եւ տարբեր ձևերով մահանում են կամ վերանում են կամ ինչ թեմաներով գնում են եւ նստում են, կորցնում են, կործանվում են կամ էլ դառնում են իրոք խամաճիկ են պլենդուզից ցածր ավելի ցածր առևտրական, որ ասում են ինչ ուզում ես արա, մենակ թող ինձ, նրանք էլ արդեն ինչ ուզում անում են։ Հիմա նայեք, այն ինչ որ ես տեսա Ծառուկյանի վրով, ցավ ապրեցի։ Իրոք, ես այդ մարդուն ճանաչում եմ, ցավ ապրեցի, բայց հիմա Նիկոլ Բոզի տղա, քեզ ուզում եմ հարց տամ ու մնացած այն Բոզի տղեկին, ով որ այդ ժամանակա ընթացքում, տարբեր ժամանակա ընթացքում թույլ են տվել Ծառուկյանին, ասում եք, որ վայ, ոնց գնի արյուծա բերեմ, արյուծա խփեմ, 2500 թե 700 չորացած կենթանիներ տեսանք, հա, որ գրգեցին տարան, ասում են, վայ, սա գիտեք ինչա, առնվազն 10-ից 15 տարի դատ, եթե հիմա մի հատ արյուծի գլուխ ես վերցնեմ դնեմ չամադանը եւ Ավստրիայի Հանրապետությունով կամ Եվրոպայում կամ որևէ մի երկրից թռնեմ 10 տարի դադար կամ պատկերացնում եք գցենք արծիվը Ամերիկայից խփես ցմա ու բերեմ Հայաստան այդ արծիվին ու սա աշխարհը գիտի որ դի գեվի արծիվն է կոկորտիլոսն է արյուծն է գցենք ինչ ասես կա բա հարց եմ տալի Նիկոլ Սերժ Քոչարյան Բոզի տղեկ բոլորիդ հարց եմ տալի այդ ձեր տամոժնի պետերը ԱԱՑ-ի աշխատողները այրոպորտում գլնի թե սահմանագից որևէ մի կետում գլնի այդ ապրանքը ոնց է եկել մտե Հայաստանի Հանրապետություն գցենք արջը եղավ sense վերևից լավ լուսինից միանգամից ընկավ Ծառուկյանի տան մեջ այդ Բոզի տղեկ բախի դրանցը չեք դադում Նիկոլ ով է թույլ տվել Ծառուկյանին կամ մնացած այն օլիգարխներին որ իրանցը թու ախպեր մարդը փող ունի արա ինքը առնում է լավ անում բայց բերողը ով է կազմակերպողը ով է տամոժնին ԱԱՑ-ն ով են եղե որ թույլ են տվել այս արյուծը sense ըստիցել է եկե հասի Ծառուկյանի հայաթը կամ Պողոսի հայաթը հա Նիկոլ այս շոում են Բոզի տղա համել ցույց ես տալի այս մարդուն կանդալները վրոձի ձեռը տեղ չի անում Վեկալում չոքս տնես կեդին, արյուզին նակազատ ես անում, որ հետո վախեն մեր այդ արյուզի տակ բդի քեզ կողեր արա, գցենք դրա մար այդ արյուզին շուտ գլուխի կերար, որ քեզի կամ Աննային հանգարց բան չաներ։ Հասկանում եք սիրելի հայրենակիցներ, ումն են եկե խափում։ Ումն եք խափում, արա այ Բոզի տղեկ։ Լավ իշքան կարանք մենք այս շոուները տենանք, բայց եթե տենում ենք, ուրեմն Նիկոլ սկսի տամոժնու պետերից բոլորին ով որ թողել է այդ սմենի պետից աշխատողից մինչև ԿԿԲ-ի այդ ով որ իմացել է Ծառուկյանի տունը կամ Նիկոլ դու չգիտեիր 8 տարի արդեն ֆրֆռում ես որպես չվարչապետ դու չգիտեիր որ այդ մարդը արյուզներ ունի, էս ունի, այն ունի, տանգ ունի, կոկորտիլոզ ունի, էս ու չգիտեիր դու էդի Բա այս ժամանակ կանչեիր տամոժնու պետին, ասել եք գտեք այսօրվա տամոժնու պետը, ով որ Ծառուկյանին թողել է կոկորտիլոս բերի Հայաստան։ Բախի դրանից չես դադում։ Սիրելի հայրենակիցներ, ախր ճիշտ խոսալը Բոզի տղություն չի։ Ես որ խոսում եմ մեկ-մեկ ժողովուրդ ասում են եւ ինչ անենք։ Ինչ պետք է անենք, պետք է դեմը դնենք։ Այդ լրագրողները, այդ նույն Ծառուկյանի ադվոկատներին ես հիմա խորհուրդ եմ տալի։ Քանի որ այս ամեն ինչը բուֆերը էլ պետք չի։ Նշանակում է Ծառուկյանի վրայով մի քանի անգամ բուֆերային գոտին քանդին հավքին, մենք գիտենք, հիշում եք, քանի անգամ ասաց ախպեր, ես էլ քաղաքականության հետ գործ չունեմ։ Քանդին հետո ասում չէ, ապեր, արիստե, դու մեզի պետք ես, հետո բուֆերը սարքին։ Ես խաղի տարբերակն եմ, էլի ասում սոս բուֆերը, որ անձնական չմտնեմ այդ մարդու դաշտը, որտեղ ճիշտ չի, մարդը նեղ տեղը նստած, մարդուց ճիշտ չի, որ հենց մարդուն վերցնես, հա։ Ես խոսում եմ բուֆերից։ Հիմա Ես տեսա մի բան, որ սա Ծառուկյանի բուֆերային տարածքի վերջն է։ Թե հիմա սա ուր կտանի եւ վերջավորությունը, եթե հեղափոխություն չլինի կամ որևէ նույնը Ծառուկյանը, որ
չկանգնի իրոք հարություն առած Քրիստոսին։ Ես գիտեմ, որ ընտանիքի անդամները հավատացյալ են, դա շատ լավ է, տան մեջ աղոթող անձիկ կան, բայց ինչ որ այա, իհարկե պատասխան պետք է տան, դա մենք շտաղս էլ գիտենք, որ մենք այսօր շատ ավելի գրագետ մարդիկ ունենք, որ այսօր օրվա հացի փողով պրոֆեսոր են, օրվա հացի փողով այսօր աշխատում են ֆիզիկոսներ են, մարդիկ, որը պետությանը շատ պետք են, բայց 100-200 հազար դրամ փող են ստանում, բայց այսօր մարդիկ դառնում են օլիգարխ ու ոչ մեկ հարց չի տալում ոնց, այդ դու ինձանից իշքանը բեր առավել լավը, խելացի, հաջողակը, առավել ևս օրտնվածը, որ ես չդառա, բայց դուք դառաք։ Ասենք այդ 3 միլիոնից այդ 300 հոգին են ամենախելացին։ Ստանդարտը չունենք, մենք ես միշտ ասեմ, մեր ազգը ծայրահեղությունից ծայրահեղությունն է, մեր ազգը չունի մինիմալ, ասենց այս մեջտեղի գիծը մենք չունենք, դա մեր մոտ հանած է։ Հենց սա է մեր խնդիրը։ Բացեք այդ բուֆերները, բացեք ազգի վրա, որ թշնամի չիմանար, որ մի բուֆերով մտներ, գոնե դենց անեիք, խելացիներ։ Իսկ Խաչատուր Սուքասյան, քեզ ինչի չեն կպնում, որ դու կարում ես դաժե այս վերջերս եթերով, ասես լավ եմ անում, ես որտեղ կայնում Սերժին քրտնում, Սերժը քեզ հանդուրժում է։ Գաղտնիքն ասեմ, սիրելի հայրենակիցներ, օդից կախված սենց գալի հաստում ատեղ, որ իհարկե Խաչատուր Սուքասյանին գրզոյին փորձել են հնակազատ անեն, եղածը խլեն, ստացվել է դաժե, բայց Խաչատուր Սուքասյանը շատ խելացի գտնվավ եւ նա Վանոյի հետ մոտ էր, չէ, Սիրադեղյանի։ Եվ նա Վանոյին երևի ականջին մի բան է փսփսած է, Վանո, եթե դու չես ասելու 27-ի պատմությունը, գոնե տուրի մոտ, որ էսի դառնա ինքը չի օգտագործել, եթե օգտագործել ինչ դեռ, որ դառնա իմ պատնեշը, որ հենց գան, այն սատանան, որ գալու է խաչով եկալ եմ ասում ես Հիսուսյանով հետ գնա, հիմա հենց որ գալիս են հասնում են գրզոյին, գրզոնը թուղթը հանում ասում է լսի արա 27-ի պատմությունը կբարձրաձայնեմ, սաղ կա, գրզոն գրագետ է։ Պատկերացնում եք, նույնը Վովայի դեպքում։ Հենց Նիկոլը կդնի ինչը հանելու, վիդեո հանելու դնի Նիկոլի ընտանիքի դեմը։ Հասկանում եք ուր ենք հասել, պետությունը ինչ հիմքերի վրա է գնում։ Եթե ինձ կդնես, կհանեմ քո մեղքը կդնեմ։ Նույն սատանան է, երբ որ դու Հիսուսին ընդունում ես, ամեն անգամ ինքը փորձում ասի, լսի հիշում ես քո անցյալը, կասեմ, հա, ու մարդ ասում է, վայ, հանգարց հարևանս չիմանա, արա լավ ինչ ես ուզում, կանեմ մենակ ես էլ չիմանա, արա էսի չիմանա, այնի չիմանա, այդպես խափելով մեկը մյուսին տանում են ծայրահեղություն։ Այսօր երկիր հենց այդ իրավիճակում է, սիրելի հայրենակիցներ։ Եվ շատ օլիգարխներ, դուք նորից եմ ասում, մարիոնետներ եք, որ դուք այսօր բուֆերային գոտի եք, որ չգիտեք թե որ օրը ձեզի կգմփսնեն ու գմփսնելու են, որտեղ բուֆերը ժամանակի հարցը թե այն կողմից թե այս կողմից որի տանգը կամ որև մի բան այդ բուֆերային գոտում կընկնի, բայց որ ընկավ նա ավիրում է, դուք էդի լավ գիտեք։ Հիմա այդ ավիրման միջոցով ով որ մի քիչ շուստրի բուֆերա ինքը elə որ կզած թողում է իր վրով պիխոտ անցնում, այդ պիխոտը կեղտոտը մանդեղ զուգարան կա դրած, ընդեղ լվացարան կա դրած, ընդեղ օգտագործած ինչ ասես կա շպրտում են այդ բուֆերի վրա, ինքը պահում է, այդպես մանր բուֆերներ կան, որ իրանք պահում են, իրանք ցույց են տալի, որ իրանք շատ գրագետ, իրանք ազգի, գցենք մենք տեսել ենք այդ գրագետներին, որ գցենք չգիտես ինչեր են խոսում, բայց ինքը падգամավոր էր։ Հիմա անդիմադիր ուժեր, ձեզ հարց ունեմ, վերցրիք ձեր այդ մանդատները, հա։ Սիրելի հայրենակից, ամեն մեկի վրա քրեական գործ կա, հարուցած։ Падգամավորին ինչի համար եք դուք տալիս գումար մի քանի միլիոն դրամ, որ նստի հայոց ազգի հարցը լուծի, ճիշտ է, ռայոններից, նախարարությունից, որ թեմաները գան, իրանք նստեն քննարկեն, վրոձե գիտակներ էլի, այդ գիտակները, չգիտես բանականություն են, թե նորմալ, մեկ ասում դրանց է կժմտեք, տեսեք սրանք, ասում է ցարն աստայաշիլ, լինի սրանց վիճակն է, հələ տեսեք բանականությունը, ինտելեկտը իրանք են,
լավ գնի որ բանականություն լինի հասկանում եք գիտես ռոբոտա նստած է բայց որ հանգարց իմանում ես մարդը ասում վայ քորեսի մեր դժբախտությունն է հիմա ամեն մեկի վրա սիրելի հայրենակիցներ քրեական գործեր կան որ դաժե ես վերջում տեսա 3 թե այսօր падգամավոր կա ոտքին բանա գցած այդ ինչ են ասում ռեմեն կա գցած հա որ տնից մինչև այնտեղ ընդից էլի տուն այդ մարդը քո ռայոնի քո հարցը քո երեխու հարցը քո ընտանիքի հարցը քո երկրի հարցը ո՞նց է լուծելու հեծ բարձրացրեց ասեց արա պետք է ասեն արան դու ես այ բոզի տղալը վերինգի տեղը թե չեսա կողմ եմ քեզի էլի ԱԾ-ի պատվար հիշում ես դուս կան միլիոն հիմի Սերյան Օհանյանի ես ունեցել եմ մի քանի անգամ խոսակցություններ հարցեր եմ տվել իրան ինձ ասում է Գև ջան աղբեր ջան Գրիգորյան ջան ախր իմ վրան քրեական գործ կա բա Օհանյան ջան բա որ քո վրան քրեական գործ կա որ ես իրան ասել եմ քեզի շուտով խայտարակ ձևով Օհանյանը եւ մի քանի հոգի լինելու են խայտարակ գեներալը մանվելիս բեթար եք լինելու դուք տես ես հիմա այս եթերով ասում եմ մեծ հարգանք ունեմ քո տիկնոջ եւ քո հանդեպ բայց ես ձեզ դաժե շուտ զգուշացրել են Իմացակ, ես գիտեմ որ ես եթերը կլսարի անդանիքը զգուշացել եմ որ տղա ջան, եղբայր ջան, ընկեր ջան այն ինչ որ դու ունես, ոտ ես կորցրել հանուն հայրենիքի հետո եկար մտար փչացա սրանց ձեռքը դու սարի չլսեցի Օհանյանը ինչ չի լսել իրան հասցրել են այն ինչ որ հիմա կատարվում է Գրիգորյանը ես ինքս իրան չերես Պողոսյան Պողոսով զգուշացել եմ որ դուրս արի այդ խաղից հիմա Ես զանգահարում եմ, ասում եմ, պարոն նախկին նախարար, պարոն գեներալ, այս հարցը կա, ասում է գրի ղրգի, աշխատողս քեզ իմեյլը կուղարկի, գրի ղրգի, գրում ղրգում ես, կարդում է, ասում է եղբայր, հա, կարամ, բայց իմ վրան քրեական գործ կա, հիմա հարց, ազգային այս ժողովը, Այն ժողովն է, այս ժողովը ավելի բարդակ ու ավելի բեթար։ Բոլորի վրա քրեական գործ կա։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, սիրելի իմ հայ ժողովուրդ, այդ падգամավորը օրենսդիրը ո՞նց է աշխատելու։ Ո՞նց։ Ուզում ես 3 տուզը դու ձեռը, ինքը Նիկոլի դեմը փաս է գալու։ Ինչի մալ։ Որտեվ հենց ասեց ախպեր, սենց ասեմ, էլի, սենց աշխարհիկ ձևով ասեցի։ Հենց ասեց 3 տուզը, կասի առ քեզի բախտարա հիշում ես Խելք մնա թե չեսա գործերդ բացում եմ Այսենց եղավ պարոն Ծառոկյանի թեման որ 3 տուզը ձեռներ նախ իրա 3 տուզը շատ շուտ էր ձեռը երբ որ Ռոստամ իրա կողքին էր այն վաղ պետք է 3 տուզը օգտագործեր որը չօգտագործեց եւ եղավ այն ինչ որ եղավ այդտենց է եթե դու չես անում ուրիշն անում հիմա այդ 3 տուզը տալը մենք ձեռ ասում ենք ախպեր մենք ճիշտ ենք Նիկոլն ասում ախպեր փաս արի իմ գցենք Չստացված քարտերով ինքը կարում է սախ ընդդիմադիրներին 3 տուզը ձեռները փաստա ինչի համար որտեղ բոլորի վրա գործ կա բոլորը կոռուպցիայի մեջ են Ցույց տվեք այդ ընդդիմադիր կարկառուն 10 դեմքերից որ կոռուպցիա կամ խնդիր կամ նախկին ներկա կամ սրա նրա կամ այդ բուֆերային գոտում չեն եղել բոլորը նույնն են գցեք էսի Նիկոլի համար պադարը կա այս ընդդիմությունը դրա համար ղժում արա ձեր վրան Դուք պադարեք եք իր համար 3 տուզով փաս եք գալու Աբացուցում եմ 3 տուզով որտեղ դու չես կարա քո վրան քրեական գործ կա օրենքը մայր օրենքը քեզ թույլ չի տալու դու խոսելու Ոնց որ շիշը վեկարեց բանը չգիտեմ ինչ էր անը որ տվեց Օհանյանի քիթուբենին հագարակ ձևի այնի նրան խփեց այնի ցենք հասկանում ես գեներալին արա ցենք ո՞ւս կարեք դու շիշը շպրտեք իրար վրա կամ կրվեք կամ Ալեն Սիմոն ասում է ալի գնանացի տեղդ Դավայստից ասում է ցենք հասկանում եք ցենք 30 տարվա ոտը կորցրած Ալենչիկն ասում է այդ վիբերատորն ասում է գնացից արա դավայ լի ասում աստից տեսել ենք սա այդ կադրերը Այս խայտարակ վիճակով դուք ո՞նց եք ձեր երեխուն տալու այդ հայկական բանակը, որ այն օրը տվին էլի ջայլ երեխա սպանեցին։ Այն օրը տեսանք 15 տարեկան ասում է գրանատը ձեռը տվին փռին 18 քանի հոգի էլի տարան, մի քանի օր առաջ էլի մարսպանի։ Այս ոստիկանության պետուհիա, պետ ինչ է, չգիտես էլ ինչա։ Ո՞նց ես դու դա վերանում։ Քո երեխուն ո՞նց ես դու թողում գնա դպրոց։ Հենա տեսանք երեխեքը ինչ ձև են մեկը մյուսի փչացնում։ Գիտեք խի Որովհետև այս օլիգարխական, մարիոնետական առուծախ արած մարդիկ են նստած, որ ինքը չի մտածելու, չել մտածի քո երեխու կամ քո զինվորի կամ քաղաքի մաքրության կամ որևէ բան, որտեղ ինքը դրա համար դրվել է։
Իրա վզին դրված ասում է դու բուֆեր ես, դու պետք է սկան տանկով վրով անցնի, դու պետք է սկան պլատի տնես, դու պետք է սկան փող լվաս, դու պետք է սկան, եթե ես լինի նրան պետք է ոչ ոք էլ չասեմ սենց եթերային։ Այս իրավիճակն է սիրելի հայրենակից։ Դրա համար, երբ որ ես ուսումնասիրեցի եւ մեր թիմը ուսումնասիրեց, այո, ես եկել եմ մեկ եզրակացության։ Այս պահին կա մեկ անձնավորություն, որը հիմա Ամերիկայի բերդում է, որը այդ տեսակի մարդը պիտի գա, լինելու է շատ դաժան, ես դա դաժե պատկերացնում եմ, եթե իր տեսակը մտնի եւ փորձի այս ամեն ինչը, այո, պիտի սահմանները փակվի, որ նրանք չկարողանան փախնեն իրանց ամեն ինչով, եւ այո, իսկական ջարդը, իսկական օրենքը դրվելու է բոլորի առաջ, ինչ գործ ունի 15 տարեկանի ձեռքը գրանատ, հա? Ինչ գործ ունի այդքան զենք առանց թղթի մարդկանց ձեռքը։ Եթե սա ծրագիր չի երկիրը մչից փչացնելու, որտեղից։ ԱԱՑ, բա դուք ինչով եք զբաղվում։ Ոստիկաններ, բա դուք ինչով եք զբաղվում, մենակ ավտոկայնացնեք փող վերցնեք։ Հա? Բա մարդու երկրի ժողովրդի երեխայի կնոջ մոր մնացածի անվտանգությունով է պահելու, բա ինչի՞ մերը դուք այդ փողը ստանում արա։ Դրա համար պիտի համ հոգևոր ռևոլյուցիա լինի, ռևոլյուցիա նշանակում է թազա նորը եւ ճիշտը։ Եվ նույնը այս ամեն բարդակն ու առևտուրը, այս ախպեր դու օլիգարխ ես, դու բիզնեսմեն ես, դու պետք է այնքան պալմայի պես ծալվելու տեղ ունենաս, որ ով գա չկա խումար էդի մեկ է։ Դու պետք է այնքան ապահովված լինես օրենքի մեջ, նախ պետք է քո կողքի մարդիկ չեմ ասում, դու պետք է շատ սովորած լինես, դու զբաղվի քո բիզնեսով, բայց քո կողքը պետք է այնքան մարդիկ լինեն օրենքի մարդիկ, որ Սերժը գլներ, Քոչոն գլներ ով գնա, ասում են, արա մարդասպանա, օքեյ։ Այն ժամանակ ձեր ձայնը լսելի էր։ Այն ժամանակ դուք լորդերի էիք հրավիրում ձեր մոտ։ Այն ժամանակ լորդերի ինստիտուտը ինչի չբացեցիք Հայաստանի Հանրապետությունում, որ այսօր ես ասում եմ բացելու ենք։ Լինելու է Հայաստանի Հանրապետությունում թագավորական ինստիտուտ։ Մենք բերելու ենք մեր իսկական հայի պատկերը, որովհետև մենք ունենք թագավորական այն գաղափարախոսություն եւ այդ պեչատները, որ այսօր մեր պեչատները մեր երկրի շիքսալն են որոշում, ըլնի թե չլնի։ Այ դրանով զբաղվեք։ Դրա համար ես ասել եմ, շնորհակալ եմ Արտուր Ասատրյանից, իմ հարազատից, Պիպոյից, որ այս թագավորական գաղափարախոսությունը դրեց ու այսօր ես շատ անգամ եմ իր հետ խոսել ու այն երազանքը, այն իմ դեմ դրած առաջադրանքը, որ կա, որ պիտի ստեղծվի հայկական թագավորական ինստիտուտ եւ Գարեգին Բ, այն հետևդ որ գրած է ՏՏԲ եսի ինչ, դա կոչվում է տերերի տեր, դա պետք է հանվի։ Տերերի տերը դա Հիսուս Քրիստոսն է, ՏՏ-ա գրված ՏՏ մեկ էլ մի հատ բյա թե այա չեմ հիշում, կարող եք նայել, Գարեգինի հետևը դա խփած է միշտ այդ տառերը, այդ ՏՏ-ն դա մեկը թագավորական տիտղոսն է, որը վերցվել է վերջին թագավորի ձեռքից, Գարեգին, մենք դրա մասին էլ ենք հաղորդում տվել։ Իսկ տերերի տերը դա Հիսուսն է, ոչ թե դու կամ որևէ մի հոգևորական կլինի քարիզմատիկ կամ աշխարհում որևէ մեկը, տերերի տերը դա Հիսուս Քրիստոսն է եւ փառքը նրանն է միայն նրանն է, իսկ այդ Տ տառը հետ կվերադարձնես, որովհետև ես ասել եմ գալու է այդ օրը, որ մենք ունենալու Հայաստանի Հանրապետությանը թագավորական գործող ինստիտուտ։ Դա լինելու է, ուզեք թե չուզեք, որովհետև այն ինչ որ ցանում ես ու լավ, երբ որ մշակում ես, ջրում ես, դա աճում է։ Ոչ մեկ չէր պատկերացնի, որ ես կխոսեմ Սև Հովազից, ոչ մեկ չէր պատկերացնի, որ նրա վառ նկարը եւ իր տեղը, Հովազի տեղը ինքը Եվրոպայում ունի եւ պետք եղած վախտը դրոշը կբարձրացնեմ, իսկ Հովազները ունեցել են
ամենաբարձր բարոյական եւ իսկական կռվող հայ տեսակի եւ ամենաբարձր տիտղոսը եւ շատերը չեք պատկերացնում, որ դե խփեցինք ընդեղելով կաղախբերը կամ մնացածը էլ այս երկրի մեջ էլ առաջ չեն եթա։ Ճիշտ պտուղը չի նայում սահմաններ, չի նայում եղանակ։ Նույնը Արտուրին փորձեցիք դուք երկրից հանելով, փորձեցիք իր անվան հետ հազարատ բան կապելով, ինչի համար ես վերցրեցի այդ գաղափարախոսությունը, շնորհակալ եմ Արտուրից, որ ինքը չգնաց զբաղվեց ավելի վատ բաներով, այ ինքը գնաց եւ մի քանի միլիոններ ծախսելով հանեց 50 թագավորների պատմություն մենակ չէ, այ արխիվներ, որը ես դա տիրապետում եմ, որի համար շնորհակալ եմ իմ բարեկամից Արտուրից, որը այսօր ես կարողանում եմ ցույց տալ տարբեր ազգերին, թե ինչ մշակույթի եւ ինչ թագավորների եւ ինչ հերոսների ժառանգ ենք մենք։ Մի ամանչեք հայ լինելուց, մի վախեցեք քրիստոնյա լինելուց եւ առավել եւս մի վախեցեք որևէ մեկից, որ ինչ որ քո ազատ խոսքի համար որևէ մեկը կարա քեզ լռեցնի, ես միշտ ասել եմ պետք է Աստված թույլ տա, որ դու կանաս ինձ լռեցնես։ Իսկ Աստված, երբ որ իր խոսքը առաջ է ստանում, սերմը ցանում ես դաշտում, չի կարող որևէ մեկը, Աստվածաշունչն ասում է, որ աշխարհը կանգնի դեմդ, չի կարող քեզ լռեցնել, կանգնեցնել, որտեվ մենք Տիրոջ ծառաներն ենք եւ Տիրոջ խոսքն ենք տանում առաջ, ես ասել եմ, անկախ իմ ամեն օրվա ապրելակերպից, ես չեմ ամանչում հարություն առած Քրիստոսի անունը բարձրաձայնել։ Չեմ ամանչում, որտեվ նա իմ համար կյանք է տվել, եւ նա իմ թագավորը, եւ նա իմ Տերը, եւ նա ինձ կոչումը իրանով է տրվել քրիստոնյա հայ։ Եթե Քրիստոսը չլիներ, այսօր դու չգիտեմ կարող ով լինեիր, հայ ազգ։ Մի մոռացեք։ Դրա համար վերցրեք ձեր խաչը, ձեր ձեռքը ու գնացեք առաջ։ Աստծո օրհնությամբ կհանդիպենք շուտով։ Նորից եմ ասում Ազատություն Վարդան Ղուկասյանին, եւ նա ազատվելու է, եւ ես խոստացել եմ, որ ես նրան նվիրեմ Աստվածաշունչ։ Սա էր այսօրվա իմ ուղիղ եթերի եւ մնացած թեմաների իմաստը, սիրելի հայրենակիցներ, որ SMS եք գրում, հավատացեք, ժամանակը շատ քիչ է, որ շատերի չեմ պատասխանում, ուղղակի ինձ ներող եղեք, փորձում եմ եթերով։ Ես նորից եմ ասել, ես բլոգեր չեմ, ես մարդ եմ, որը խոսում եմ Աստծո խոսքի, հիմա դա առաջնական է, իսկ երկրորդը խոսել այն ինչքան որ ես կարողանում եմ ճշմարտությունը ինչքան որ գիտեմ, ոչ մեկին չվիրավորելով, ցավ չտալով, իմ համար հայը արժեք է, անկախ քո սկզբունքներից, մանավանդ որ դու քրիստոնյա ես, ուրեմն մենք մի հոր որդիներ ենք, չեն կարող մեկս մյուսի ատել։ Ես ատելության քարոզ երբեք ինձ թույլ չեմ տվել եւ թույլ չեմ տա։ Ես իմ խոսքի մեջ ցենզուրայից դուրս չեմ գա, որտեղ ես հարգում եմ իմ հայ կնոջ կանացի տեսակը եւ մեր երեխաներին։ Բոս բառը դա Աստվածաշնչում բարոյական իրավունքների զուրկ բառն է կոչվում, որը ես արտահայտվում եմ ցավից, որովհետև ես ցավ եմ ապրում, որ մեր տեսակը այսօր այս ձև անտեսված, ծախված, բարդակ եւ բաբելոն ստեղծված, որը մեկը մյուսին չի ճանաչում։ Մի ընտանիքի մեջ 4 հոգի են, 4 տարբեր եկեղեցիներ են գնում։ Եթե ձեր եկեղեցին է կիսված, ապա ձեր սահմանները ինչ վիճակում են, ձեր քաղաքական գործիչները ինչ վիճակում են, ձեր բիզնեսմենները ինչ վիճակում են, մնացած արվեստը, դպրոցը ինչ վիճակում է, եթե հավատքն է կիսված, բա մնացածը ինչ վիճակում է, սա էր հարցի պատասխանը, Աստված օրհնի, կհանդիպենք շուտով, լավ եղեք։